Abeli առաջին թեորեմից կսկսենք, հա։ It's a gumar. Let's see. Աստիճանային շարքը աստիճանային շարքի զուգամության շարավիղը դրական է Yarım 0 Haydi kum fx-ն անընդհատ է minus r minus r r-ի վրա Սրա համար նախ ասենց լեմա կապացենք և կողքվենք ավելի լեման Եթե աստիճանային շարքը x-ին աստիճանային շարքի շարավիղը դրական է ապա այս նմարային x-ը հավասարաչափ զուգամետ է minus r-ի վրա կամայական r-ի համար, որը փոքր մեծատառ r-ից, կամ լավ, կամայական r-ի համար 0 r-ից Այսինքն ինչ ենք ասում, ասում ենք հետևյալը, որ Եթե մի փոքր ներս գնանք, եթե զուգամության շարավիղը այս մեծատառ r-ն է, մի փոքր ներս գնանք, ապա այդ ներս ընկած հատվածի վրա մեր աստիճանային շարքը հավասարաչափ զուգամետ է։ Հիմա մի հատ լեմայի օգնությամբ թեորեմը ապացուցենք, հետո էլ արդեն լեման կապացուցենք։ Լեմայի օգնությամբ ինչ եզրակացություն կարող ենք անել։ Եթե հավասարաչափ զուգամետ է աստիճանային շարքը, թեորեմի ապացույց,
Համաձայն Աբելի լեմայի գումար այն x-ը, հա, հավասարաչափ զուգամետ է մինուս r-ի վրա կամայական r-ի համար 0 r-ից ու բացի այդ մեկ էլ դե ասենք, որ այս ֆունկցիաները ինչպիսին են այն x-ին աշճան ֆունկցիաները ինչպիսին են անընդհատ են հետևաբար օգտագործելով այն x-ին ֆունկցիաների անընդհատությունը եւ ոնց որ հավասարաչափ զուգամետ շարքերի անընդհատության մասին թեորեմը, հա, անընդհատ եւ հավասարաչափ զուգամետ շարքերի գումարի անընդհատության մասին թեորեմը կստանանք, որ ինչ Կստանանք, որ այս գումարը, հա, որը f(x)-ով ենք նշանակել, ինչ է։ Կստանանք, որ այս f(x)-ը հավասարագումար an x-ը անընդհատ է մինուս r-ից r-ի վրա, որտեղ r-ի վրա, համայական r-ի համար 0-ից r։ Հիմա ուզում ենք տեսնենք, որ այս մինուս r բազմիջակայքում մեր f-ը անընդհատ է։ Ինչ ենք անում։ Ոնց որ r-ը ձգտեցնենք մեծատառ r-ին կամ հիմա եթե այս մինուս r-ն է, ինչ կետ էլ որ վերցնենք, գծագրովս 0-ի r-ի միջև է, բայց կարող է x0-ն այս կողմում լիներ, ու այդ ժամանակ մինուս r-ի r-ի միջև լիներ, հա։ Հատլա, բարի։ Վերցնենք կամայական, հա։ Կամայական x0 պատկանում է մինուս r, և ցույց տանք, որ f-ն անընդհատ է, x0-ում։ Հատլավ, իրոք, գոյություն ունի r, այնպես որ այդ r-ը լինի ինչի և ինչի միջև մոդուլ x0-ի, չէ, և մեծատառ r-ի։ Հետևաբար, x0-ն կպատկանի
մինուս r հատվածին, իսկ մեր ֆունկցիան էլ գիտեինք, որ անընդհատ է մինուս r-ում r-ում։ Այդ արդեն նախորդիվ ասել էինք։ Հետևաբար մեր ֆունկցիան կլինի անընդհատ նաև x0 կետում։ Անընդհատ է x0-ում, հիշեցնենք, որ x0-ն կամայական թիվ էր մինուս r միջակայքից, այդ էլ հենց նշանակում է, որ այդ ամբողջ միջակայքի վրա մեր ֆունկցիան անընդհատ է։ Լավ, հիմա մեզ պետք է ավելի լեման ապացուցել, հա, ավելի լեմայի միջոցով ապացուցեցինք ավելի առաջին թեորեմը, հիմա փորձենք լեման ապացուցել։ Ինչպես կարող ենք լեման ապացուցել։ Ստեղից հարցեր կային։ Լավ, հավասարաչափ զուգամություն պետք է ցույց տանք, հա, այս աշճանային շարքի։ Աշճանային շարքի հավասարաչափ զուգամություն ոնց կարող ենք ցույց տալ։ Կամ ընդհանրապես շարքի։ Ինչպես։ Այդ եթե վերցնում ենք մինուս r բաց միջակայքից կամայական կետ, այդտեղ զուգամություն ենք ունենում։ Ճիշտ է։ Աշճանային շարքի զուգամություն ենք ունենում, իրականում մի քիչ էլ ավել բան ենք ունենում, ոչ միայն զուգամություն ենք ունենում, այլ էդի այնա ինչ որ ուզում ենք, մի քիչ ներս մտնելով հավասարաչափ զուգամություն ունենում ենք, բայց միջև հավասարաչափ զուգամությանը հասնելը այդ մինուս r-ից r-ում ոչ միայն զուգամություն ենք ունենում, այլ նաև այդ էլ նոր արեցինք։ Այնտեղ նաև բացարձակ զուգամություն ենք ունենում, հա։ Լավ։ Լեմայի ապացույց գրենք։ Հիշեցնենք, որ x-ը հավասարաչափ զուգամետ է, կներեք, ես էլ սխալվեցի, բացարձակ զուգամետ է, երբ x-ը պատկանում է մինուս r-ից r։ Եկեք սրա մեջ համոզվենք, ոնց պետք է համոզվենք։ Ոնց ենք այդ զուգամության շարավիղը առհասարակ ստանում։ Ինչ հայտանիշ ենք կիրառում։ Կոշու, չէ՞։ Կոշու հայտանիշ է, հա, դե ոնց որ կոշուն է այնքանով ապահով, որ այդ միշտ այդ վերին սահմանը գոյություն ունի, ի տարբերություն դալամբերի հայտանիշի այդ հարաբերության սահմանի, որը կարող է ինչ-որ պարագայում գոյություն ունենա, ինչ-որ մեկ այլ պարագայում գոյություն չունենա, հա։ Այստեղ իհարկե օգտվում ենք այնից, որ շարավիղը դրական է։ Բարի։ Իրոք, կիրառելով կոշու հայտանիշը կստանանք, որ ինչ կստանանք, որ ստեղ սահման մեզ կոշու հայտանիշը կիրառելիս պետք է n աշճանի արմատ այդ ընդհանուր անդամի մոդուլը, չէ, հաշվել, այսինքն մոդուլ an x-ի n։ Դե ստեղ ինչ կարող ենք ունենալ։ Ստեղ
վերին սահման գրեմ, հա, էլի։ N աշճանի արմատ մոդուլը n անգամ պարզապես մոդուլ x, հա, մոդուլ x։ Ու այդ մոդուլ x-ն էլ կարող ենք որպես n-ից անկախ մեծություն սահմանից հանենք դուրս, վերին սահմանից հանենք դուրս։ Հիմա մոդուլ x-ի մասին ինչ գիտենք, որ սա փոքր է, եթե x-ը մինուս r-ից r-ա, մոդուլ x-ը փոքր է r-ից, r անգամ վերին սահման, n աշճանի արմատ մոդուլ n։ Իսկ r-ը ինչն էր, կհիշացնեք, մեկը բաժանած, այդ նույն վերին սահմանն էր։ Ու քանի որ սա դրական թիվ է, այսինքն իրոք ստեղ այդ կրճատումը կարող ենք անել, ու ոնց որ 0 անգամ անվերջ տիպի անորոշության չենք հանգում, մենք 1 ստացանք, որ այդ վերին սահմանը 1-ից փոքր է, որ այս շարքը զուգամետ է, չէ՞։ Ու ոչ միայն զուգամետ է, այլ բացարձակ զուգամետ է։ Զուգամությունը, որ ի սկզբանե հիշում ենք, բացարձակ զուգամությունը հասցրել էինք, մոռանանք, հիմա հիշեցինք։ Կստանանք, որ այս x-ը բացարձակ զուգամետ է, կամայական x-ի համար մինուս r-ից։ Շատ լավ։ Հիմա մենք ինչ պետք է անենք, պետք է տեսնենք, որ հավասարաչափ զուգամետ է մինուս r-ում։ Վերցնենք կամայական r, որը փոքրատառ r, որը 0-ի ու մեծատառ r-ի միջև է, ու ինչ կարող ենք ասել։ Հետևաբար ինչն է զուգամետ։ Գումար n-ը 0-ից անվերջ, եթե x-ի տեղը կարող ենք տեղադրել այդ փոքրատառ r-ը, ու քանի որ բացարձակ զուգամետ է, կարող ենք գրել արդեն, որ մոդուլներից կազմված շարքը, հա, an անգամ r-ը, ինչ է։ Զուգամետ է։ Սա անունը ասենք մեկ դնենք։ Մենք ուզում ենք ցույց տանք, որ աշճանային շարքը հավասարաչափ զուգամետ է մինուս r-ում։ Հավասարաչափ զուգամետությունը ցույց տալու ինչ գործիք ունենք։ Աշտարակի հայտանիշը, հա, այդ մաժորնտային հայտանիշը, ինչ էր ասում։ Ոնց որ պետք է այդ ընդհանուր անդամի համար գնահատական տանք, հա։ Նկատենք, որ եթե x-ը պատկանում է մինուս r-ից r, ապա մոդուլ n անգամ x-ի n-ը ինչ է։ Փոքր կամ հավասար մոդուլ n անգամ r-ին աշճան։ Դե իհարկե այս մոդուլը հիմա այստեղ դրված, թե այստեղ դրված տարբերություն չկա, որտեղ r-ը մեր մոտ դրական թիվ է, ու եթե ունենք, որ այս ֆունկցիաները գնահատվում են այս թվերով, ու այդ թվերից կազմված շարքն էլ զուգամետ է, ուրեմն այն ֆունկցիոնալ շարքը, հա, մեկ երկուսից և Այշրասի
մաժորանտային հայտանշից կստանանք, որ այս գումար, այս աշճանային շարքը, հա, ինչ է, հավասարաչափ զուգամետ է, ինչպես? Այդ փոքրատար թե մեծատար, փոքրատար, հավասարաչափ զուգամետ է, մինուս R, R-ի վրա, հա, այնտեղ, որտեղ այդ գնահատականը ունեինք։ Սրանով էլ արդեն լեման էլ ապացուցեցինք։ Ամբելի երկրորդ թեորեմները ձևակերպենք, որ չենք ապացուցի, հա։ Ամբելի երկրորդ թեորեմը։ Էլի դիցոք աստիճանային շարքի զուգամիության շարավիղը դրական է։ Եվ այն զուգամետ է x հավասար r կետում։ Ծայրակետներում, ինչպես հիշում եք, աշճանային շարքերը թե կարող են զուգամետ լինել, թե տարամետ լինել։ Հետո այստեղ այս մի ծայրակետում ունենք զուգամություն։ Այդ դեպքում Այս պարզում է, որ աշճանային շարքը հավասար է fx, աշճանային շարքը հավասարաչափ զուգամետ է Նակ 0 R-ում, մի կեսում, իհարկե այստեղ կարող ենք ավելի լայն տեղել նշել, բայց հավասարաչափ զուգամետ է 0 R-ում և F-ը անընդհատ է լինում R կետում, և fx-ն անընդհատ է Եթե առաջին թեորեմը ասում էր մինուս RR բացում էր ինքը անընդհատ, հիմա ծայրակետում էլ ևս գումարը անընդհատ է լինում։ Որ այդ հավասարաչափ զուգամության արդյունք է լինում։ Այս սրա ապացույց չենք տա, բայց ոնց որ սա օգտագործելով չոր օրինակ կնայենք, հա։ Օրինակ, լոգարիթմ 1 plus x-ի համար ստացել էինք, չէ,
ներկայացումը, իր Taylor-ի շարքը ապացուցել էինք էլ, որ հավասարվում է, այնտեղ լոգարիթմ 1 + x-ին է, դա գումարը n-ը 1-ից անվերջ, բաժանած n անգամ x-ի են, հա։ Հիմա այս գիտեինք, որ այս ամեն ինչը տեղի ունի -1 1 բացում, ճիշտ է։ Իրականում, եթե այս աշճանային շարքը նայենք -1 կետում, եթե նայենք, իր շարքը զուգամետ է, թե տարամետ է -1 կետում։ Եթե -1 տեղադրենք, ստեղ կլինի -1n անգամ -1n-1։ Այսինքն, պարզապես -1 կլինի, -1n-ից կազմված շարքը տարամետ է, այդտեղ ոնց որ այդքանով ավարտվում է, բայց եթե x հավասար է 1 կետում նայենք, հա, նկատենք, որ այս շարքը զուգամետ է x հավասար է 1 կետում, հա, և աշճանային շարքի զուգամության շարավիղն էլ, հա, մեկ է, ուստի, այս գումարը, հա, աշճանային շարքի գումարը ինչպիսի ֆունկցիա է։ Անընդհատ է որ կետում։ Անընդհատ է 1 կետում, հա։ Աստիճանային շարքի գումարը անընդհատ է մեկ կետում համաձայն ինչի։ Քիչ առաջ ձևակերպված Աբելի երկրորդ թեորեմի։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Ասենք հիմա, եթե x-ը 1 եք տեղադրում, ինչ եք ստանում գումար, n-ը 1-ից անվերջ, -1n-1 բաժանած n։ Հիմա եթե ֆունկցիան անընդհատ է, ապա ֆունկցիայի արժեքը այդ կետում հավասար է այդ ֆունկցիայի սահմանին, հա, երբ որ x-ը ձգտի 1-ին, իհարկե 1-ին ձգտում ենք մնալով այդ -1-ի 1-ի մեջ, ուրեմն ձախից ենք։ Այս գումարը գիտեինք, որ հավասարվում է լոգարիթմ 1 + x-ին, ասենք -1-ից 1, հա։ Մենք այնտեղ 0-ից 1-ում ապացուցել տվել էինք, այնտեղ նույնիսկ ապացուցել էինք -1/2-ից 1-ում։ Այս երբ որ հիմա 1-ից ձախենք, մենք գիտենք, որ այս գումարը պարզապես ինչն է։ Լոգարիթմ 1 + x-ն է։ Իսկ լոգարիթմ 1 + x-ի սահմանը հեշտությամբ կարող ենք հաշվել, լոգարիթմ 2։ Այսինքն, այսպիսով մի հատ շարքի գումար հաշվեցինք, հա, գումար -1n-1 բաժանած n-ը, որը որ մինչև հիմա չէինք հաշվել ու որ իհարկե տարբեր եղանակներով կարելի է այդ գումարը ապացուցել, որ լոգարիթմ 2-ը, բայց այս եղանակներից մեկն է։
Լավ, հաջորդ թեման աստիճանային շարքերի անդամ առ անդամ ինտեգրում և դիֆերենցիում նախ անդամ առ անդամ ինտեգրման մասին թեորեմը ձևակերպենք։ Լեցոք Սավասարա մար այն x-ի են, հա, աստիճանային շարքի զգամության շարավիղելի դրական է Այն դեպքում այս ֆունկցիան ինտեգրենք 0-ից x նույնն է թե որ այս շարքը անդամ առ անդամ ինտեգրեինք ինք ունենանք ստեղ այն-ը բաժանած n+1 անգամ x-ի n+1 Ըստ տեղիք ունենա բոլոր x-երի համար մինուս r-ից r-ի վրա։ Ինչպես կարող ենք համոզվենք Mēs պետք է ոնց որ համոզվել, որ կարող ենք անդամ առ անդամ ինտեգրում կատարել, դրա համար մեզ հարկավոր է հավասարաչափ զուգամություն, հա, հավասարաչափ զուգամությունը որտեղ է պետք։ Իրականում կարող ենք այստեղ մեր մոտ x-ը մինուս r-ից r-ը, չէ։ Կարանք ոնց որ մի քիչ ավելի ներս մտնենք, այնպես որ դեռ այդ օրինակ մինուս x-ից x հատվածը ընդգրկված լինի այդտեղ, հա։ Հիմա զոնը s մինուս r-ից r-ն է, հա, սա ասենք մեր x-ն է։ Հիմա վերցնենք X-ը կարա բացասական էլ լինի, կարա դրական էլ լինի, քանի որ ոնց որ միշտ աջ կողմի վրա եմ ընտրել, դրական կողմում եմ ընտրել, հիմա էլ բացասական կողմում եմ վերցնում, որ չթվա թե X-ը պիտի պարտադիր դրական լինի։ Հա, վերցնենք R թիվն այնպես որ այս մոդուլ x-ի և հետատառերի միջև լինի։ Այսինքն հիմա
եթե դիտարկենք մինուս r-ից r միջակայքը, այդ հաստատ պարունակելու է x-ը։ Շատ է։ Այդ դեպքում այդ փոքրատառ մինուս r-ից r հատվածի վրա մենք ինչ գիտենք։ Հավասարաչափ զուգամետա համաձայն Abel-ի լեմմայի, հա։ Այդ դեպքում համաձայն Abel-ի լեմմայի գումար այն x-ը հավասարաչափ զուգամետ է մինուս r-ի վրա անդամ առ անդամ ինտեգրում կատարելու համար էլ մեզ պետք էր ինչ այդ հավասարաչափ զուգամությունը եւ ընդհանուր անդամի անընդհատությունը լինել ընդհանրություն, հա։ Օգտվելով հետևաբար օգտվելով այս այն x-ի անընդհատությունից եւ ֆունկցիոնալ շարքի անդամ առ անդամ ինտեգրման մասին թեորեմից ինչ կստանանք, որ այս 0-ից x f-ը դետեն, f-ը մեր արժանային շարքի գումարն է, լավ, f-ը մեր արժանային շարքի գումարն է, հիմա աստեղ ինչ ենք ունենալու, ինտեգրալ 0-ից x գումար an արդեն t-ի են աշճան, հա։ Եթե կիրառենք անդամ առ անդամ ինտեգրման թեորեմը, կարող ենք գումարի ինտեգրալի տեղերը փոխենք։ Իսկ այս ինտեգրալը հեշտությամբ կարող ենք հաշվել, հա։ Այստեղ ինչ է լինելու։ an t-ի n+1 բաժանած n+1 աճը 0-ից x։ Որ x տեղադրենք կստացվի an x-ի n+1 բաժանած n+1 Իսկ որ 0 տեղադրենք, բոլոր անդամները 0 կտան, ներառյալ n հավասարը 0-ին համապատասխան է, որտեղ ստեղ արդեն ունենալու ենք t-ի 1 աշճան, որը 0 կդառնա։ Բարի։ Սեն այն մեր ցանկալի հավասարության մեջ կհամոզվենք, որտեղ այստեղ մի հատիկ լավ կլինի մի բառ ավելացնենք հավասարաչափ զուգամետը մինուս r-ի վրա մասնավորապես որտեղ հա ոնց որ վերջը որտեղ ենք կիրառել հա 0-ից x հա այստեղ մասնավորապես այս 0x,
կամ x0-ի վրա, հա։ 0-ից x թե x0-ի վրա։ Իհարկե, այստեղ այս ու նախորդ թեորեմներում մենք բոլորը ձեր աշճանային շարքի կենտրոնը 0-ին ենք վերցնում, բնականաբար այդ ամեն ինչը տեղի կունենա նաև այն դեպքում, երբ որ աշճանային շարքի կենտրոնը 0-ն չլինի, այլ ինչ-որ c-ն լինի։ Ամեն ինչը զուտ c-ով կտեղափոխվի։ Արի, հեսա օրինակ նայենք, տեսնենք։ Մեկը բաժանած 1 + x-ը եկեք աշճանային շարքի գումարի տեսքով ներկայացնենք։ Ինչ կարող են գրել, են կարող են գրել մեկը բաժանած 1-ից հանած -x, իսկ երկրաչափական պրոգրեսիայի գումարը բանաձևը հիշում ենք b1 բաժանած 1 - q-ն, այսինքն ստեղ ունենալու ենք գումար, ոնց որ b1 անգամ այդ q-ի n աշճան, հա, այսինքն ստեղ -x-ի n աշճան, n-ը 0-ից անվերջ, կամ պարզապես -1-ի n աշճան, անգամ x-ի n աշճան, որտեղ իհարկե այս հավասարությունը տեղի ունի որ x-երի համար։ Մոդուլով 1-ից փոքր, հա։ Երբ որ մոդուլ, եթե ուզում եք ստեղ նույնիսկ -x-ը գրենք, երբ որ այդ հայտարարը 1-ից փոքր է մոդուլով, իսկ հայտարարը մեր մոտ -x-ն է։ Այսինքն մոդուլ x-ը մոդուլ -x-ը նույնն է թե մոդուլ x-ը, որ փոքրը լինի 1-ից։ Այս հավասարությունը ունենք։ Շատ լավ։ Հիմա կարող ենք այս նախորդ թեորեմը կիրառել ու անդամ առ անդամ ինտեգրենք։ Հա, մեր մոտ այս գումար ուզում եք ստեղ աշճանային շարքի շարավեղը ինչքան է։ Մեկը։ Ոնց որ այդ թե այնտեղից է երևում։ Ասենք այդ R-ը կամ էլ կարող է գրել մեկը բաժանած վերին սահման n աշճանի արմատ մոդուլ ինչ պիտի գրենք։ Այս գործակցից մեկ գործակցի մոդուլը 1 է տալի, n աշճանի արմատը եւս 1 է տալի, սահմանը ու հակադարձը էլի 1 է տալի, հա։ Շատ լավ, հիմա եթե այսպես է, հետևաբար կամայական x-ի համար այդ նույն -1-1-ից, հա, այս մեր -r-r-ն է։ X-ի համար համաձայն նախորդ թեորեմի ինչ կունենանք, որ ինտեգրալ 0-ից x մեր ֆունկցիան ինչն է, մեկը բաժանած 1 + x, 1 + t, հա, դետեն, ավասարը, այսինքն նույն այդ շարքը, որ պիտի շարքի գումարի ինտեգրալը պիտի հաշվենք, նույնն է թե, որ անդամ առ անդամ ինտեգրեինք, այսինքն ինչ էինք ստանալու, գումար n-ը 0-ից անվերջ, -1-ին անգամ քիչ առաջվա թեորեմը պարզապես կիրառենք, ինչ էր, x-ի n + 1 բաժանած n + 1։
Իսկ այս ինտեգրալը կարող ենք հաշվել։ Մյուս կողմից այս ինտեգրալ 0-ից x 1 բաժանած 1 + 10 հավասարը լոգարիթմ 1 + x 1 + t-ի աճը 0-ից x, այդ էլ ինչ է։ Լոգարիթմ 1 + x հանած լոգարիթմ 1, լոգարիթմ 1-ն էլ 0 է, կարող ենք բաց թողել, պարզապես լոգարիթմ 1 + x գրել։ Այսինքն ինչ ստացանք, որ լոգարիթմ 1 + x-ը այս գումարին է հավասար։ Հետևաբար լոգարիթմ 1 + x-ը հավասար է գումար n-ը 0-ից անվերջ -1-ի n, x-ի n + 1, բաժանած n + 1։ Իհարկե, այն Թեյլորի շարքը լոգարիթմ 1 + x-ի մի փոքր այլ տեսք ուներ, ու այդ այլ տեսքը կարող ենք ստանալ պարզապես փոփոխականի փոխարինում անելով, եթե ասենք ինչը կայով նշանակենք n + 1-ը եթե կայով նշանակենք, ստեղ կունենանք գումար արդեն կամ որտեղից է փոխվում 1-ից անվերջ -1-ի կամ -1 աստիճան բաժանած k անգամ x-ի k աստիճան։ Այսինքն այս էլի նույն ներկայացումը լոգարիթմի համար ստացանք արդեն օգտագործելով այս աստիճանային շարքերը։ Հա, ու անդամ առ-անդամ ինտեգրման մասին թեորեմա։ Այս իհարկե տեղի ունի որ x-երի համար, հա, մոդուլով 1-ից փոքր, -1-ից 1 համար։ Արի։ Հիմա այստեղ լոգարիթմի համար ստացանք, հա, աստիճանային շարքով ներկայացում։ Հիմա եթե արտանգեսի համար ուզենայինք աստիճանային շարքով ներկայացում ստանալ, որտեղից պետք է սկսեինք։ Ու պետք է ուշադրություն դարձնեք, որ հա, արտանգեսի ածնցյալից։ Արտանգեսի ածնցյալը ինչն է։ 1 բաժանած 1 + x քառակուսին, հա, 1 բաժանած 1 + x քառակուսին, նույն կերպ կարող են գրել, որ այդ 1 բաժանած 1-ից հանած -x քառակուսին է, որը էլի կարող ենք որպես աստիճանային շարքի գումար գրել, հա, գումար n-ը 0-ից անվերջ -x քառակուսու n աստիճան։ Այսինքն -1-ին անգամ x-ի 2-ն։ Սա էլ էլի տեղի ունի, երբ ինչն է ինչ։ Ну ավելի կոնկրետ հիմա ստեղ մեր մոտ երկրաչափական այդ պրոգրեսիայի հայտարարը ինչքան էր -x քառակուսին, այսինքն ստեղ պետք է պահանջենք, որ -x քառակուսու մոդուլը 1-ից փոքր է, դա էլ լինի թե որ մոդուլ x-ը 1-ից փոքր լինի։ Բարի։ Հիմա էլի կարող ենք անդամ առ անդամ ինտեգրում կատարել, հա, այս աստիճանային շարքի իր -1-ից 1 Տեվաբար ուզային էլի նախորդ թեորեմի կամայական x-ի համար -1-ից 1 միջակայքի համար այս ինտեգրալ 0-ից x 1 բաժանած 1 + t քառակուսու ինտեգրալը կլինի գումար n-ը 0-ից անվերջ։ Հիմա արդեն ստեղ ինտեգրացը պետք է գրենք։ Հիմա -1-ի n աստիճան, x-ի 2n աստիճանը որ ինտեգրենք, x-ի 2n
x-ի 2-ը որ ինտեգրենք ինչ էր ստացվելու։ x-ի 2n + 1-ը բաժանած 2n + 1-ի։ Հա։ Մյուս կողմից այս ինտեգրալը կարող ենք հեշտությամբ հաշվել, հա։ Ինտեգրալ 0-ից x 1 բաժանած 1 + t քառակուսին։ Այդ ինչն է։ Արտանգես t-ի h-ն է 0-ից x։ Այսինքն ստանանք արտանգես x հանած արտանգես 0։ Իսկ արտանգես 0-ն 0 է, կարող ենք այդ բաց թողել։ Ստանանք արտանգես x։ Այսպիսով արտանգես x-ը ստացանք, որ հավասար է հետևյալ գումարի, հա։ Բաժանած 2n + 1-ը ստեղ։ Ու այս հավասարությունը տեղի ունի գոնե որ x-երի համար -1-ից 1։ Իրականում ոնց որ ամենաշատը այս հավասարությունը կարա տեղի ունենա այդ ծայրակետերն էլ ներառյալ, բայց իրականում մի ծայրակետում ազուգամետ, մյուսում տարամետ է, հա։ Այս իրականում հենց իրանցից ներկայացնում են Թեյլորի շարքերը, այսօր եթե հասցնենք խոսանք, բայց կարող չհասցնենք խոսանք։ Բայց այո, եթե ոնց որ ունենում եք աշճանային շարքի գումարը, ինչ որ ֆունկցիա է, այդ ֆունկցիայի Թեյլորի շարքը հենց այդ նույն աշճանային շարքն է ներկայացնում։ Ոչ մի այլ նոր բան չես ստանում, էլի։ Լավ, այս խոսացինք անդամ առ անդամ ինտեգրման մասին, հիմա նույն կերպ դիցուկ այս Fx հավասար է գումար 0-ից անվերջ այն x-ին աստիճանային շարքի զգամության շարավիղը դրական է։ Այդ դեպքում ինչ եք ակնկալում։ Նոր f'(x)-ը դա պարզապես անդամ առ անդամ ածանցած շարքի գումարն է լինելու, հա։ N այն x-n - 1 աշճան։ Ընդ որում ստեղ n-ը կարող ենք սկսել ինչից։ 1-ից, որովհետև 0-ին համապատասխան է, այդ ոնց որ այն հաստատումն եք ածանցում, հաստատունի ածանցյալը 0 է, կարող եք բաց թողել ու ստեղ n-ը հավասար է 1-ից, հա, անվերջ։ Իհարկե այս տեղի ունի որ x-երի համար։ -r-ից է։ Շատ լավ։ Հիմա ստեղ էլ պետք է կիրառենք ինչը։ Այդ ֆունկցիոնալ շարքերի անդամ առ անդամ դիֆերենցման մասին թեորեմը, այնտեղ մեզ հարկավոր էր դիֆերենցած, հա, շարքի հավասարաչափ զուգամիությունը, հա։
Ну, նախ ունենք, որ այս աշճանային շարքը, հիմա հավասարաչափ զուգահեռությունը ինչ է կարծում, որտեղ պետք է ստանանք։ Մինուս r-ից r։ Այս մինուս մեծատառերից մեծատառեր։ Մի քիչ ներս պետք է մտնենք, որ ներս չմտակ, այդ ծայրակետերում կարող է ամեն ինչ խախտվի, հա։ Վերցնենք կամայական x, որը պատկանում է այդ մինուս r-ին։ Եվ ընտրենք փոքրատառերում այնպես, որ այս փոքրատառերը լինի մոդուլ x-ի և մեծատառերի միջև, հա։ Այդ դեպքում x-ը կպատկանի արդեն այդ մինուս r-ին է, ու հիմա արդեն մինուս r-ի վրա ենք ցույց տալու, հա, այս հավասարությունը։ Թե հիմա կիրառում ենք այդ արդյունքը։ Ոչ թե հա, մասնավոր դեպքի վրա կիրառում ենք։ Ֆունկցիոնալ շարքերի համար գիտենք, որ եթե այդ դիֆերենցիաց շարքը հավասարաչափ զուգամետ է, ինքն էլ զուգամետ է, ապա իր այդ գումարի ատենցիալների գումարն է հանդիսանում։ Հիմա օրինակ գիտենք, որ սա հավասարաչափ զուգամետ է մինուս r-ում։ Ոնց որ կարևոր հարցը այդտեղ էս է։ Okay։ Սեն մնացածը արդեն զուտ կիրառման արդյունք է լինում։ Ցույց տանք, որ f'(x)-ը հավասար է այդ գումար n անգամ n x-ի մինուս 1 կամայական x-ի համար մինուս r-ից r, հա։ Եթե ուզում եք ստեղ այս x0 գրեք, հա, ոնց որ այս x-ը սրա հետ չխառնի, հա, կամայական x0 վերցրել ենք, հիմա ուզում ենք կամ բավական է ցույց տալ, որ f'(x)-ը հավասար է սրան բոլոր x-երի համար մինուս r-ից r-ում։ Այդ դեպքում կունենանք հավասարությունը նաև որտեղ։ x0-ում կունենանք, հա, այդ մինուս r-ից r-ը x0-ում պարունակում է, արդեն կունենանք հավասարությունը նաև նաև x0-ում։ x0-ն հիշեցնենք, որ կամայական կետեր մինուս r, որտեղ r-ը մեծատառն է, հա։ Բարի։ Հիմա ոնց ցույց տանք, որ սա հավասարաչափ զուգամետ է այդ մինուս փոքրատառերում։ Բլե առաջին թեորեմը։ Համարյա թե։ Ոնց որ Աբել Լեման ասում էր, չէ, որ ներս մտնում էիք հավասարաչափ զուգամետեր, բայց այդտեղ պետք է նաև ոնց որ հավելյալ ասենք, որ սա այն սկզբնական աշճանային շարքը չի է, արդեն սա ածանցածն է, բայց մենք գիտենք, որ ածանցածի զուգամության շարավիղը ինչ կապ ունի սկզբնականի զուգամության շարավիղի հետ։ Նույնն է, հա։
Քանի որ աշճանային շարքի շարքը հացանցելիս շարքի հացանցելը ունի նույն շարավիղը ինչ սկզբնական շարքը հետևաբար այս գումարային n-ային x-n-1 աշճանային շարքի շարավիղը R է, հա, շարքի զուգամության շարավիղը R է, և հիմա արդեն ավելի լեմայի համաձայն այդ նույն շարքը, հա, այս ածանցված շարքը ինչ է, հավասարաչափ զուգամետ է, որտեղ մինուս մեծատառ R-ից R, թե փոքրատառից R, փոքրատառ R-ից R, այս հաշվի առնելով որ այս սկզբնական շարքն էլ զուգամետ էր, հա, այն x-ը զուգամետ է մինուս R-ի վրա, անդամ առ անդամ դիֆերենցիալ թեորեմից, հա, ֆունկցիոնալ շարքի շարքերի անդամ առ անդամ դիֆերենցիալ թեորեմից ստանանք, որ ինչ f'(x) է, այսենց այն ինչ որ մեզ անհրաժեշտ է, այն էլ կստանանք, հա, որ f'(x)-ը, որը այս գումարային x-ի ածանցյալն է, հավասար լինելու անդամ առ անդամ ածանցածի գումարին։ Եթե ուզում եք 0-ից սկսեք, n-ային x-1, մի հատ էլ ասեք, որ էդի նույնն է, թե 1-ից սկսածը։ Ու սա կարող ենք պնդել, որտեղ մինուս R-ից R։ Եթե մինուս R-ից R
խնդում ենք, դից արդեն ստացվում է, որ x0-ում էլ այդ ամեն ինչը տեղի ունի, x0-ն էլ կամայական կետեր -r բացից։ Այսինքն ստացանք, որ կարող ենք աշճանային շարքը անդամ առ անդամ դիֆերենցիան գտնվին իր զուգահեռության տիրույթում բացի ծայրակետերից, հա։ Ծայրակետերում կարող է վարքը փոխվի։